Ողջույն, ես Նոնեն եմ Եղազարյան, հայկական ակնաբուծության նախագծի տնօրեն եմ, եւ այսօր մեր հյուրերն են Ռուզաննա Մելիքյանը, օպտոմետրիայի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ, ակնաբուժ, Լուկոպտիկսի տնօրեն եւ Սուսաննա Նահապետյանը, Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էկզիմեր լազերային վիրաբուժության եւ ախտորոշման բաժանմունքի ակնաբուժ։ Այսօր մեր առցանց վեբինարը նվիրված է տեսողության համաշխարհային օրվան։ Այն 2000-ական թվականներից տոնվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, որպեսզի հնարավորություն տրվի ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել տեսողական խնդիրների եւ կրթության կանխարգելման վրա։ Այս տարվա կարգախոսն է Children love your eyes, կամ ինչպես մենք թարգմանել ենք, երեխաներ հոգ տարեք ձեր տեսողությանը եւ վերաբերում է երեխաներին եւ երիտասարդներին։ Հայաստանում հայկական ակնաբուժության նախագիծը 2004 թվականից նշվում է այս օրը եւ կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, որպեսզի կարողանա իր առաքելությանը համահունչ հանրության ուշադրությունը դարձնի տեսողական խնդիրներին։ Իրականացվել են եւ հանրային կրթության դասեր, մրցույթներ, նկարչական, դպրոցների միջև գիտելիքների իմացության վերաբերյալ հեռուստատեսային հաղորդումներ, ծրագրերի մեկնարկներ եւ այլն։ Այս տարի տեսողության համաշխարհային օրվան ընթരാճ մենք ստացել ենք նաև ինտելեկտուալ խաղ, ինչպես նաև որոշակի տեղեկատվություններ, թե ինչպես պետք է հոգ տանել աչքերի մասին։ Ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա այս առցանց վեբինարը սկսելուց առաջ մենք անցկացրել ենք մի փոքր հարցում, թե ինչ հարցեր կամ թեմաներ հետաքրքիր կլինեն իրենց համար, եւ մեծամասնությունը խնդրել է ներկայացնել տեսողության շփման արդի մեթոդները, ակնոցներ, լինզաներ, վիրահատություն, եւ այդ պատճառով մենք այսօր հրավիրել ենք մեր հյուրերին, ուզեի խոսքը տալ Բժիշկ Մելիքյանին, մի քանի բան ասելու եւ հետո արդեն կշարունակենք։ Շնորհակալություն։ Բարի օր բոլորին, ես ուզում եմ մի փոքր այսօրվա կապակցությամբ նաև շարունակել Տիկին Եղիազարյանի միտքը, որ այս տոնի ամբողջ առավելությունը եւ իմաստը նրանումն է, որ հանրության ուշադրությունը ուղղել տեսողության խնամքի պահպանմանը, աչքի առողջության պահպանմանը, որպեսզի հնարավորին չափ խուսափել ակնային տարբեր հիվանդությունների, նրանց բարդությունների առաջացումից, որոնք կարող են լինել ցածր տեսողության կամ նույնիսկ կուրության պատճառ։ Եվ ինչպես հայտնի է, աշխարհում ցածր տեսողության կամ կուրության պատճառ հանդիսացող պատճառներից ամենաշատերից մեկն է նաև ռիֆրակցիոն խանգարումները։ Ռիֆրակցիոն խանգարումներ ասելով ինչ ենք հասկանում, ժողովրդի մեջ հայտնի կարճատեսությունը, հեռատեսությունը եւ ասթիգմատիզմը։ Եվ մենք այդ ժամանակ ուրեմն ունենում ենք ռիֆրակցիա հասկացությունը, այսինքն ռիֆրակցիա հասկացությունը դա կլինիկական ռիֆրակցիա օրինակ ինչ է իրենից ներկայացնում, այսինքն մենք ամենաառաջինը ռիֆրակցիան ստուգելու համար գնահատում ենք աչքի օպտիկական վիճակը, այսինքն ռիֆրակցիան դա օպտիկական վիճակի գնահատումն է եւ գոյություն ունի կլինիկական ռիֆրակցիա հասկացությունը, կլինիկական ռիֆրակցիան դա աչքի առաջահերթին առանցքի եւ ֆոկուսային տարածության իրար նկատմամբ հարաբերակցությունն է եւ եթե դրանց համընկնում է տեղի ունենում, այսինքն աչքի առաջահերթին առանցքի եւ ֆոկուսային տարածության համընկնում է լինում, մենք ունենում ենք նորմալ տեսողություն, այսինքն հեռվում տարածության մեջ գտնվող օբյեկտից լույսի ճառագայթների ֆոկուսավորումը տեղի է ունենում հենց ցանցաթաղանթի վրա այդ դեպքում եւ մենք բոլոր տարածության վրա բոլոր օբյեկտները տեսնում ենք պարզ, այսինքն ունենում ենք նորմալ տեսողություն։ Դա կոչվում է էմետրոպ վիճակ։ Իսկ եթե այդ հարաբերակցությունը խանգարվում է, մենք արդեն ունենում ենք ռեֆրակցիոն խանգարում եւ վատ տեսողություն որպես գանգատ, դրանք կոչվում են ռեֆրակցիոն խանգարումները ամետրոպիաներ եւ կախված թե ինչպես է այդ հարաբերակցությունը խանգարված,
Կախված թե տեսեք մենք ունենում ենք ուրեմն էմետրոպիա, դա էմետրոպիկ վիճակն է, երբ որ ֆոկուսային տարածությունը եւ աչքի առաջահերթին առանցքի համընկնում է տեղի ունենում եւ ունենում ենք լավ պարզ ստեցողություն հեռվի տարածության մեջ գտնվող բոլոր օբյեկտների համար, առարկաների համար եւ կարող ենք ունենալ հեռատեսային վիճակ եւ կարճատեսային վիճակ, երբ որ խանգարվում է այդ համընկնումը։ Օրինակ, երբ որ այս համընկնումը խանգարվում է հետևյալ ձևով, այսինքն աչքի առաջահերթին առանցքը ավելի փոքր է լինում, քան ֆոկուսային տարածությունը եւ մենք ունենում ենք հեռատեսային վիճակ, դա ակնաբուժության մեջ հայտնի է հիպերմետրոպիա, որի ժամանակ մեր ֆոկուսային կետը լինում է արդեն ցանցաթաղանթից հետ եւ մոտ գտնվող օբյեկտներից մեր ֆոկուսավորումը լինում է, տեսողությունը լինում է մոտ գտնվող օբյեկտների համար ցածր եւ որպեսզի այդ վիճակը կանոնավորվի, այսինքն համընկնում տեղի ունենա, մենք կօգտագործենք ուռուցիկ ոսպնյակներ, որոնք կոչվում են հավաքող ոսպնյակներ, որպեսզի հետ գտնվող ֆոկուսային կետը բերվի դեպի առաջ եւ տեղի ունենա համընկնում, այսինքն ֆոկուսավորում ցանցաթաղանթի վրա, որի համար մենք արդեն այդ դեպքում կունենանք արդեն բաց տեսողություն։ Մյուս ամետրոպիկ վիճակը դա միոպիան է, կարճատեսությունն է, երբ հակառակն է լինում, աչքի առաջահերթին առանցքն ավելի մեծ է լինում, քան ֆոկուսային տարածությունը եւ ֆոկուսավորումը տեղի ունենում արդեն ցանցաթաղանթից առաջ, ինչպես նշված է նկարում, եւ դրա համար մենք հեռվում գտնվող բոլոր օբյեկտները խավար կտեսնենք։ Դրա համար մարդը, որը ունի կարճատեսություն, առարկաները մոտեցնելով դեպի իրեն, ավելի լավ է տեսնում, այսինքն գցում է ֆոկուսավորումը դեպի հետ, դեպի ցանցաթաղանթը, որին կնպաստեն գոգավոր ցրող բացասական ոսպնյակները, որոնք հակառակը կմեծացնեն ֆոկուսային տարածությունը դեպի հետ գցելով ֆոկուսային կետը եւ փոքրացնելով ոսպնյակի կամ եղջերաթաղանթի օպտիկական ուժը, որը նույնպես կարող է կարճատեսության առաջացման պատճառ լինել։ Մյուս ամետրոպիկ վիճակը դա ասtigmatismն է։ Նորմալ աչքում, եթե տեսեք նկարում պատկերված է, որ մենք տեսնում ենք ցանցաթաղանթի վրա ֆոկուսավորումը եւ ունենք մեկ ֆոկուսային կետ։ Իսկ ասtigmatismի ժամանակ մենք ունենում ենք մեկից ավելի ֆոկուսային կետ եւ դրանք կարող են լինել ցանցաթաղանթից առաջ այդ երկու ֆոկուսային կետերը, ցանցաթաղանթից հետ կամ երկուսից մեկը լինի ցանցաթաղանթից առաջ, երկուսից մեկը լինի հետ եւ ըստ դրա մենք ունենանք ասtigmatismի տարբեր տեսակներ։ Ունենանք կարճատեսային ասtigmatism, երբ որ ֆոկուսային կետերը կլինեն ցանցաթաղանթից առաջ, ունենանք բարդ հեռատեսային ասtigmatism, երբ որ ֆոկուսային կետերը կընկնեն ցանցաթաղանթից հետ եւ կունենանք խառը, բոլորին հայտնի է, որ ժողովրդի մեջ հայտնի է եւ մինուս կա եւ պլյուս կա աչքում, դա երբ որ ֆոկուսային կետերից մեկը կգտնվի ցանցաթաղանթից առաջ, այսինքն կարճատեսային կլինի եւ մյուսը կգտնվի ցանցաթաղանթից հետ հեռատեսային։ Եվ այս բոլոր դեպքերում, եթե վատ խնամքի, վատ հսկողության դեպքում մենք կարող ենք տարբեր բարդություններ ունենալ։ Օրինակ կարճատեսության ժամանակ մենք կարող ենք նույնիսկ ունենալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են ցանցաթաղանթի բոլոր տարբեր խնդիրներից սկսած, մինչև ախտահարումներից սկսած, մինչև ցանցաթաղանթի շերտազատում, գլաուկոմայի, բացանկյուն գլաուկոմայի խնդիր կարող ենք ունենալ կատարակտայի, որոնք կարող են հանդիսանալ հենց ցածր տեսողության եւ նույնիսկ կուրության պատճառ։ Իսկ հեռատեսության ժամանակ մեր խնդիրները ավելի շատ, քանի որ աստենոպիկ գանգատներ, դրանք մի քիչ մանրամասնեմ, ավելի լարվածություն աչքի, հոգնածություն, գլխացավեր, գլխապտույտներ եւ այդ երևույթները առաջանում են, որովհետեւ հեռատեսության ժամանակ ակոմոդացիոն համակարգն է շատ ծանրաբեռնված աշխատում, առաջանում են նաև երկաչյա տեսողության խանգարումներ, նույնիսկ պացիենտները կարող են ունենալ երկտեսություն եւ այդ դեպքում նույնիսկ կարող է զարգանալ ժողովրդի մեջ հայտնի ծուլություն, ամբլիոպիա երևույթը, որն էլ կարող են նույնիսկ շլությամբ արտահայտվել։ Դա էլ մեր հեռատեսության խնդիրները, որոնք կարող են առաջանալ որպես բարդություն։ Այժմ փոքր ներկայացնելուց հետո ասեմ կորեկցիան ինչպես է կատարվում ամետրոպիաների, այսինքն եւ հեռատեսության, եւ կարճատեսության, եւ ասtigmatismի առաջին կորեկցիայի տեսակը ակնոցային ոսպնյակներն են։ Կիրառվում են բոլոր դեպքերում, բայց բացառությամբ դեպքեր կան, որոնք օրինակ բարձր անիզոմետրապիաների, դա մեծ տարբերությունն է երկու աչքերի միջև ռեֆրակցիոն խանգարման, որի ժամանակ ակնոցային ոսպնյակի կրումը տանելի չի լինի եւ կառաջացնի բավականին մեծ խնդիրներ, հենց նույն աստենոպիկ գանգատներ, խանգարումներ, այդ դեպքում բնականաբար մենք կդիմենք կոնտակտային ոսպնյակների կորեկցիային։ Ակնոցային ոսպնյակները դե հեռատեսության ժամանակ նշեցինք, որ դա երկուռուցիկ ոսպնյակներով է կորեկցիան
կատարվում, որպեսզի մեծացնենք օպտիկական բեկման միջավայրերի ուժը փոքրացնելով ֆոկուսային տարածությունը եւ կարճատեսության ժամանակ էլ կօգտագործենք այնպիսի ոսպնյակներ, գոգավոր ծրող բացասական ոսպնյակներ, որոնք կփոքրացնեն բեկող միջավայրերի ուժը, մեծացնելով ֆոկուսային տարածությունը։ Իսկ աստիգմատիզմի ժամանակ բացի դրանից այս ակնոցնային ոսպնյակներից նաեւ հատուկ ակնոցային ոսպնյակներ են օգտագործում, որպեսզի մեկ ֆոկուսային կետը դարձնեն երկու, դրանք ցիլինդրիկ ոսպնյակներն են։ Կոնտակտային ոսպնյակների համար կիրառումը ավելի ցուցված է բարձր բոլորամետրոպիաների ժամանակ, որովհետև կոնտակտային ոսպնյակներով տեսադաշտը ավելի մեծ է լինում, որը բարձր ամետրոպիաների ժամանակ ակնոցային ոսպնյակները չեն կարող ապահովել, եւ նաեւ կոսմետիկ տեսքից լավ չեն լինում բարձր ամետրոպիաների ժամանակ ակնոցային ոսպնյակների տեսքը, եւ նաեւ մարդու երեխաների, երիտասարդների վարքը եւ կենսակերպը ավելի ակտիվ է լինում կոնտակտային ոսպնյակներով։ Եվ հաջորդ կորեկցիայի տեսակը դա արդեն վիրաբուժականն է, որի մասին կխոսի Սուսաննա Նահապետյանն է, խնդրեմ։ Շնորհակալություն Բրիշտ Մելիքյան։ Բրիշտ Նահապետյան, Ողջունում եմ բոլորին։ Այո, խնդրեմ։ Շարունակելով Բրիշտ Մելիքյանի խոսքը, կանդրադառնամ վիրաբուժական եղանակներին, լազերային կորեկցիաներին։ Միջ անդրադառնալը տեսակներին եւ ավելի մանրամասն ներկայացնելը ցանկանում եմ ասել, որ լազերային կորեկցիան եզակի վիրահատություններից ակնաբուժության մեջ, որ չունի հստակ բժշկական ցուցումներ, այն արվում է պացիենտի ցանկությամբ ազատվելու կոնտակտային կամ ակնոցային կորեկցիայից։ Ռեֆրակցիոն վիրահատությունները շատ մեծ տարածում են գտել եւ ապացուցված է դրանց ապահով եւ անվտանգ լինելը։ Այստեղ երևի ավելի շատ կցանկանամ խոսել տեսակների մասին։ Ի վերջո բոլորի աստման մեխանիզմը նույնն է՝ փոխել եղջյուրաթաղանթի կորությունը, շտկելով կաթոտեսությունը, հեռատեսությունը եւ աստիգմատիզմը։ Ընդհանուր առմամբ 3 մեծ խմբի են բաժանվում ռեֆրակցիոն վիրահատությունները, էքսիմեր լազերային ռեֆրակցիոն վիրահատությունները, դրանք մակերեսային ֆոտորեֆրակտիվ կերատեկտոմիան է, լեյզիկը, որը նաեւ ֆեմտոլեյզիկն է այս շարքի մեջ մտնում, եւ սմայլը։ Ֆոտորեֆրակցիոն կերատեկտոմիան ամենահին տեսակն է լազերային կորեկցիայի, սակայն մինչ այժմ պահպանում է իր ակտիվությունը եւ որոշ պացիենտների համար հրաշալի տարբերակ է։ Լեյզիկը եւ ֆեմտոլեյզիկը ավելի հեղափոխական մեթոդներ են PRK-ից հետո, քանի որ ընդգրկում են ավելի բարձր աստիճանի անիզոմետրոպիաների, բարձր կաթոտեսության դեպքում ենք առաջարկում եւ լեյզիկի հայտնագործման հետ միասին մեծացավ ավելի ռեֆրակցիոն վիրահատությունների կատարվելը, ընդհանրապես, քանի որ PRK-ը ունի ավելի մեծ սահմանափակումներ, քան լեյզիկը։ Սմայլը համեմատաբար ավելի նոր մեթոդ է եւ լրիվ այլ կերպ է աշխատում PRK եւ լեյզիկի համեմատ եւ ես հիմա կներկայացնեմ դրանք։ Առաջին մեթոդը PRK-ը աստում է մակերեսային, ինչպես նշեցի, այստեղ չունենք վիրաբուժական ոչ մի գործողություն, հեռացվում է կամ հաճախ նաև առանց դրա է արվում, այսինքն առանց էպիթելի հեռացման է արվում լազերային աբլյացիան, հետո տեղադրվում է կոնտակտային ոսպնյակ, էպիթելի վերականգնման եւ հնարավորինս դրա բարդությունների վերացման հետևանքով 2-ից 3 օր հետո արդեն էպիթելի վերականգնման հետ միասին հանվում է կոնտակտային ոսպնյակը եւ արդեն պացիենտի տեսողությունը սկսում է լավանալ։ Այսպիսով PRK-ը մակերեսային մեթոդ է, սակայն հետվիրահատական շրջանը տևում է համեմատաբար մյուս մեթոդների մի փոքր ավելի երկար։ Լեյզիկը եւ ֆեմտոլեյզիկը այստեղ արդեն մենք լաթ ենք ձևավորում, որպեսզի հասնենք եղջյուրաթաղանթի հաստության մեջ որոշակի խորության, ապահովելով ավելի բարձր էֆեկտիվություն եւ ավելի երկար պահպանվում է այդ էֆեկտը։ Լեյզիկի ժամանակ կատարվում է միկրոկերատոմի օգնությամբ, այս լաթի ձևավորումը ֆեմտոլեյզիկի ժամանակ ֆեմտովարկյանային լազերի օգնությամբ է կիրառվում, հետո բարձրացվում է լաթը, կատարվում է լազերային աբլյացիան եւ լաթը վերադառնում է իր ֆիզիոլոգիական դիրքին։ Այստեղ վերականգնման շրջանը ավելի կարճ է, 1-ից 2 օր։ Սմայլը, ինչպես նշեցի, ավելի նոր տեսակ է, որը լրիվ այլ կերպ է աշխատում PRK-ի եւ լեյզիկի համեմատ։ Այստեղ եղջյուրաթաղանթի հաստության մեջ ձևավորվում է լենտիկուլա, այսինքն որոշակի հաստությամբ կտրվում է հյուսվածքից եւ շատ փոքր կտրվածքի միջոցով այլ մեխանիկորեն հեռացվում է։ Հետվիրահատական շրջանը կրկին կարճ է, 1-ից 2 օր։ Այստեղ մի փոքր ինչ պատմեցի, այստեղ ավելի ներկայացված է մի քիչ պատմական առումներով, կարծում եմ սա
պետք չի ծանրաբեռնել։ Ձեզ հարցեր կտան, հետո Ահա։ կտեսնենք պատմական ինձ հետաքրքրում է, թե Թե ոչ։ ոչ։ Այստեղ ընդհանուր ցուցումներն են եւ հակացուցումները PRK եւ LASIK-ի ընտրության համար, սակայն պետք է շեշտեմ, որ սրանք շատ ընդհանուր են, քանի որ ամեն նոր արտադրվող սարքի հետ միասին այս ցուցումները պարբերաբար փոխվում են։ Այժմ մենք կարող ենք -10-ի դեպքում եւ PRK առաջարկել եւ LASIK, այս պատճառով չեմ ցանկանա ծանրաբեռնել մեր բոլորին։ Սրանք հիմնական բարդություններն են, որոնք որ հանդիպում են հիմնականներից մեկն է տեսողական խանգարումները, աբերացիաները, որոնք հանդիպում են լազերային կորեկցիայից հետո, հանդիպում են ոչ այդքան հաճախ, բարեբախտաբար, ինքնուրույն անցնող են եւ բացարձակապես անվտանգ են, glare, halo եւ starburst-ի էֆեկտներն են եւ պացիենտը նայում է լույսի աղբյուրին եւ տեսնում է այսպես հենց նշված, ինչպես նկարում նկարագրված է, այդպիսի պատկերներ է տեսնում, սրանք հազվադեպ են հանդիպում, բայց պետք է սրա մասին եւս խոսել, այս աբերացիաների տեսակների մասին էր։ Որոնք են հակացուցումները, ինչպես ես մինչև դա նշեցի, ցուցումը ամենաառաջինը դա պացիենտի ցանկությունն է էքսիմեր լազերային վիրահատության, սակայն բժշկից գալիս է հայտնաբերել բոլոր հակացուցումները կամ ժխտել դրանք եւ պացիենտին ներկայացնել ինչպիսի տարբերակներ կան։ Հիմնական հակացուցումներն են դա կատարակտա, արդեն երբ պացիենտի մոտ կա կատարակտա, գլաուկոմա, մակուլար դեգեներացիաները, ինչպես նաև ամենահաճախ հանդիպողը դա զարգացող կերատոկոնուսն է, առհասարակ եղջյուրաթաղանթի էկտատիկ փոփոխությունները հակացուցում են հանդիսանում էքսիմեր լազերային վիրահատության համար։ Բացի դրանից այստեղ նշված չի նաև 18-ից ցածր տարիքը, բարձր տարիքը վիճելի է 40-ից 45 տարեկանն է հիմնականում սահմանային, սակայն դա ամեն պացիենտ է, առանձին քննարկում է, թե պացիենտը այդ տարիքային խմբում է, ինչպես նաև հղիությունը եւ կրծքով կերակրման ակտիվ շրջանը եւս հակացուցումներ են։ Սրանք հիմնական հանդիպող կողմնակի ազդեցություններն են վիրահատությունների, կան կողմնակի ազդեցություններ, որոնք բնորոշ են բոլոր տեսակի լազերային վիրահատություններին, դրանք են հիմնականում ռեգրեսը հիվանդության, որը հանդիպում է 5-ից 7% դեպքերում, դա միջազգային վիճակագրությունն է, որի դեպքում, եթե ոչ մի այլ հակացուցում այդ պահին չի լինում, կարելի է այն կատարել երկրորդ անգամ։ PRK-ին բնորոշ կողմնակի ազդեցություններն են եղջյուրաթաղանթի մակերեսային կտորումները, հեյզը, որը ինքն իրեն անցնող երևույթ է, սակայն ինքն իրեն անցնում է շատ դանդաղ, այդ պատճառով բուժում պահանջում է իհարկե։ Տեսողական տատանումները PRK-ին ավելի բնորոշ են, քան LASIK-ին, ինչպես նաև երկրորդ անգամ կատարելը PRK-ին միշտ ավելի երկար վերականգնման շրջան է պահանջում, քան LASIK-ը։ LASIK-ի դեպքում ավելի արտահայտված է լինում չոր աչքի համախտանիշը 15-ից 20% դեպքերում, էկտազիաները, այսինքն կերատոկոնուսի զարգացումը եւս ավելի բարձր է LASIK-ի դեպքում, սակայն կազմում է 1%, դա եւս համաշխարհային ստատիստիկա է, եւ տարբեր տեսակի ինֆեկցիաները, որոնք բարեբախտաբար գրեթե չեն հանդիպում։ Այսքանը ընդհանուր ռեֆրակցիոն վիրահատությունների մասին, սիրով կսպասեմ ձեր հարցերին։ Շնորհակալություն Տիկին։ Բեջան, քանի որ մեր լսարանը այսօր երիտասարդներ են, ես կարծում եմ, որ հարցերը, որոնք ուղղեմ ձեզ, նույնպես վերաբերում են երիտասարդներին, եւ կուզեի իմանալ երիտասարդները ավելի շատ են հիմա դիմում ձեզ, արդյոք ձեր ընդհանուր հոսքի մեջ իրենք ավելի մեծ տոկոս են կազմում, թե ուշադիր չեն իրենց առողջությանը։ Քանի որ կենսակերպը ամբողջ աշխարհում փոխված է, կարճատեսությունը բնականաբար երիտասարդների մոտ բավականին շատացել է քանի տարիների առաջ վերի հետ համեմատած, որովհետև մեր երիտասարդները, մեծ մասամբ հատկապես երիտասարդները բնակչության մեջ, իրենք ապրում են ավելի փակ, հիմնական օրը անցկացնում են փակ տարածքներում, իսկ փակ տարածքներում տեսողությունը բնականաբար ավելի ծանրաբեռնում է, որտեղ ամեն ինչը գտնվում է ավելի մոտ տարածության վրա եւ բոլոր այդ մեր ինովացիոն տեխնոլոգիաները բոլորը բերել են նրան, որ մեր կյանքը անցնում է էկրանների առջև, կապ չունի դա լինի կոմպյուտերներ, լինի գadgetներ, լինի հեռախոսներ։ Եվ դրա համար բնականաբար, եթե ժամանակի պատճառը
ավելի առաջին գործոն կարճատեսության առաջացման, աստիգմատիզմի առաջացման դա ժառանգական գործոններ, այժմ ճիշտ է ժառանգական գործոնը նշանակություն ունի, բայց առաջի տեղը գրավում է կենսակերպը, այսինքն մեր շրջակա կյանքը միջավայրը։ Եվ ենթադրում եմ, որ ավելի հաճախ Այո, շատ եմ դրա համար։ նույնը եւ վիրահատական մեր դեպքերում։ Այո, միանշանակ մեր պացիենտների մեծ մասը հենց երիտասարդներ են, ուսանողներ են, եւ ժամանակակից սերունդը ամեն ինչ կոմֆորտի մեջ է ցանկանում տեսնել ու կոնտակտային լինզաներ գրելը կամ ակնոց գրելը հիմնականում չեն ընդունում, շատ են ավելի դիմում, քան տարիներ առաջ, շատ ավելի գրագետ են այդ առումով, տեղեկացված են արդեն իսկ գալիս եւ միանշանակ շատ ավելի ուշադիր են, քան իրենցից ավելի ավագ սերունդը։ Միանշանակ։ Շնորհակալություն։ Իսկ ինչ է իրենց անհանգստացնում կամ ինչից են խուսափում։ Ավելի բաց են բուժման տարբեր տեսակներին, գիտելիքները ավելի շատ են։ Խուսափում են առաջին ակնոցային կորեկցիայից, շատ շատերը, որի հետևանքով էլ մի քիչ եթե ինֆորմացված չեն մյուս կորեկցիաների տեսակետները, ինֆորմացված չեն նրանցով, այսինքն կոնտակտային ոսպնյակով կամ վիրաբուժական կորեկցիայով նրանք չեն կրում եւ դա կարող է պատճառ հանդիսանալ, որ սկսում են վատացնել, չնայած առաջ դա ավելի մեծ նշանակություն ուներ, հիմա այդ կոմպլեքսը մի փոքր վերացել է, բայց միևնույն է առաջին տեղում ակնոցային ոսպնյակներից են խուսափում ակնոցներից որպես կոսմետիկ տեսք։ Որովհետև ուղղակի չեն ուզում ակնոց այո, խուսափում են ակնոց գրելուց եւ դրա համար ավելի շատ դիմում են կոնտակտային ոսպնյակներ, նույնիսկ ընդհանրապես ակնոց չկրած օրենքով պիտի ակնոցային կորեկցիա ունենանք, հետո անցնենք կոնտակտայինի, բայց մարդիկ կա, որ շատերը ասում են, որ ակնոցային կորեկցիա չեն ուզում հենց ի սկզբանե, անցնում են կոնտակտայինի, հետո էլ կոնտակտայինից էլ արդեն տարիքային հնարավորությունները թույլ տալու դեպքում անցնում են լազերային կորեկցիային։ Ես կնշեմ նաև, որ Հայաստանում շատ ավելի մեծ է դիմելությունը լազերային կորեկցիայի, հենց այդ բոլոր կոմպլեքսների պատճառով։ Չգիտես ինչու, թե տղաներն եք, որ դրանք կոմպլեքսներ են։ Միանշանակ, որովհետև պացիենտները գալիս են, ասում ես դու ակնոց գրել ես, ոչ, լինզա գրել ես, ոչ, ինքը չգիտի ինչ նշանակում լավ տեսնել։ Իսկ ինչու, որտեվ ամաչում է, որտեվ կասեն ես սենց եմ։ Տարիներ շարունակ դեռ վատ տեսնելով ապրել։ Կոչելով ինչ տարված ապրել եմ։ Մեր բազմաթիվ տարիների աշխատանքը դպրոցային սկրինինգներին ժամանակ եւ մարզերում այդպիսի խնդիր միշտ մենք տեսել ենք ակնոց չհագնելու կամ ակնոց հագնելուց խուսափելը, բայց որոշակի տենդենս նկատելի էր, որ դա կարծես թե այնքան էլ տարածված չէր, բայց ես այդ խոսելուց թվում է, որ ինքնաամբողջությամբ չի վերացել։ Տարիներ առաջվա համեմատ բնականաբար այդ ավելի տենդենսը դեպի գրելը փոխվել է, բայց միևնույն է ավելի խուսափում են, քան մնացած մեթոդներից։ Դուք նշեցիք ռիֆրակցիոն խախտումների ամենատարածված պատճառները, կա ինչ-որ մի բան, որ կուզեիք ավելացնել, ինչի է կատարվում, ասցիք եւ ժառանգականը եւ կենսակերպը, օրինակ համաշխարհային ստատիստիկ տվյալներով, օրինակ ասիական երկրներում, Սինգապուր, Չինաստան, այդ երկրներում ավելի բարձր է կարճատեսությունը, հենց պայմանավորված նրանով, որ մարդիկ, երեխաները, երիտասարդները քիչ ժամանակ են անցկացնում մաքուր օդի դրսում։ Այստեղ պայծառ արևը եւ մաքուր օդը մեծ նշանակություն է արվում կարճատեսության առաջացման մեջ եւ նաեւ նպաստել, որպեսզի կարճատեսությունը չաճի, պրոգրեսիվ մաններ ստեղծվել եւ դրա համար բնականաբար կարճատեսություն հիմա շատ է աճում եւ էլի ստատիստիկ տվյալներով 2050 թվականին գտել են, որ օրինակ ասիական երկրներում մինչեւ 80% կարճատեսներ կլինեն բնակչության։ Այո։ Իսկ ինչպես կարելի է իմանալ, որ անձը ռեֆրակցիոն խախտում ունի եւ երբ պետք է դիմել բժշկի։ Բացի նրանից, որ չեն, այսինքն եթե չեն ուզում ակնոց հագնել, որոշակի ձևով եթե դպրոցական տարիք է, դպրոցում ամեն տարվա այդ սկրինինգների միջոցով պետք է հայտնաբերվի, որովհետև մինչև գանգատ առաջանալը կարող է ավելի վաղ շրջանում, երբ որ շատ սուր գանգատներ դեռ չկան, իսկ հետո էլ արդեն տարին մեկ պետք է ակնաբուժի հսկողություն ընթանում։ Իսկ եթե արդեն խնդիրը հայտնաբերված է, բնականաբար ըստ բժշկի ակնաբուժի ցուցման, որտեղ կարող է 3 ամիսի մեկ լինի, 6 ամիսի մեկ լինի։
Ի վերջո նաև դուք ներկայացրեցիք այն դերը, որ ակնոցները եւ կոնտակտային ոսպնյակները կատարում են ռեֆրակցիոն խախտումների շփման գործում եւ կարծես թե 3-ն է ուրիշ այլ ճանապարհ կա ակնոց կոնտակտային ոսպնյակներ եւ վիրաբույժ իսկ արդյոք հնարավոր է կանխել ռեֆրակցիոն խախտումները եւ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել աչքի առողջությունը պահպանելու համար Ամբողջությամբ կանխել հնարավոր չի, բայց ռիսկերը նվազեցնել Այ ծնողների դրա մասին մի փոքր նշենք ինչպես ռիսկերը կարելի է նվազեցնել Ուշ երևի ծանոթացնել երեխաներին այդ գadgetների եւ ամեն ինչի հետ տեսողական հիգիենայի մասին շատ մեծ մասամբ մարդիկ չգիտեն որ նման բան կա տեսողական հիգիենա որ 20 րոպե աշխատեցիր 20 վայրկյան պետք է նայես դա շատ հեշտ բարձ օրենք 3-20-ի օրենքը դա պետք է երևի ավելի շատ ներկայացվի մարդկանց հանրությանը որ իմանան քանի որ ցավոք սրտի գրեթե բոլորը աշխատում են օրվա մի մասը հեռավորության վրա էկրանների հետ երեխաների դասերն անգամ շատ հաճախ էկրաններով են պայմանավորված ծնողները չգիտեն ինչ անեն ցանկանում են բայց չգիտեն ինչ անել եւ կան կանոններ մեկը հենց 20-20-ի կանոնը կամ հնարավորինս ամենակիչը 2 ժամ եւ հնարավորինս ավելի շատ երեխան դրսում անցկացնի արևի ճառագայթների տակ բավարար սնունդը լյուտեինով զիակսանթինով հարուստ սնունդը աչքերի առողջության համար միանշանակ կարևոր է եւ ուղղակի հսկողություն կարծում եմ ախնաբուժի Այն երեխաները, այն երիտասարդները, որոնք ժառանգական գործոն կա, այսինքն դրանք մտնում են ռիսկի խմբերի մեջ, իրենց ավելի ուշադիր լինել։ Եթե տանը նույնիսկ մեկը կարճատես կա, մնացածներին ավելի հսկողությունը խիստ լինի, քան ուրիշ ընտանիքներում։ Դուք նշեցիք, որ ասիական երկրներում 50 մինչև 2050 թվականը 80%-ը ունենան որոցե ռեֆրակցիոն խնդիր։ Հաշվի առնելով այն փաստը, որ իրենց կենսակերպը ավելի բարձրացական է ազդում տեսողության վրա։ Իսկ ինչպես են նոր էլեկտրոնային սարքավորումները ազդում ընդհանրապես տեսողության վրա, որովհետև եթե ես չեմ սխալվում, մոտեցումները տարբեր են, կան կարելի ասել ռադիկալ ակնաբույժներ, ովքեր գտնում են, որ դա չի ազդում, կարելի է օգտագործել, մեծամասնությունը գտնում է, որ իհարկե որոշակի սահմանափակումներ պետք է լինեն։ Ես կարծում եմ ոչ թե էլեկտրոնային միջոցն է շատ ավելի վատ ազդում, քան տարածությունը, մոտ աշխատանքը, իսկ էլեկտրոնային այդ բոլոր միջոցները բոլորին կապում են, որ ժամերով իրենց հետ աշխատեն, այսինքն 40-50 սանտիմետրի վրա երկար ժամանակ աշխատանքը, դա է վնասում եւ առաջացնում մանավանդ խմբի մոտ, որոնք ռիսկի խումբ են, կարճատեսության կամ ասիգմատիզմի առաջացումը, այսինքն հենց մենակ էլեկտրոնային միջոցը այդպես բացասաբար չի ազդում, ինչքան տարածությունը։ Այսինքն որ ինչքան ավելի փոքր լինի գadget-ը կամ սարքը, այնքան ավելի մոտ կպահի եւ այնքան վտանգավոր կլինի, քան լայն էկրանը։ Այո, բնականաբար հեռախոսն ու iPad-ը ավելի վտանգավոր է, քան հեռուստացույցը կամ Իսկ եթե համատում եք iPad-ը եւ հեռախոսը ավելի հեշտ է օգտագործման մեջ, բայց ի վերջո ավելի մանր է եւ ավելի մոտ է։ Ավելի մոտ է, այսինքն որոշակի անհատականություն ավելի շատ է։ Պետրեն, դուք ասեցիք նորությունների վերաբերյալ լազերային վիրաբուժության ոլորտում, իսկ դրանք հասանելի են մեր երիտասարդներին, բնականաբար որոշակի սահմանափակումներով, Հայաստանը ունի այն ամենը, ինչ հիմա աշխարհում օգտագործվում է։ Միանշանակ այո, վստահ կարող եմ ասել, որ ոչ մի բանով Հայաստանը հետ չի մնում համաշխարհային նորություններից եւ ստատիստիկաներից, միանշանակ կարող եմ ասել, որ մեր ուսանողությունը ամեն հնարավորություն ունի բարձրակարգ ծառայություն ստանալու։ Միանշանակ տվյալ խնդիրների դեպքում, թե վիրաբուժական, թե վստահ եմ նաեւ կոնտակտային եւ ապակիների հետ կապված։ Շատ լավ է, այսինքն կարելի է ամեն ինչ հասանելի է։ Այո։ Իսկ կոնտակտային լինզաների պարագայում բժշկմետք են։ Կոնտակտային ոսպնյակները մեր երկրում բավականին շուկայում լայն տարածում ունեն, սովորական հեռատեսությունը, կարճատեսությունը շտկողները տարբեր արտադրության հասանելի են ժողովրդին, ասիգմատիզմը շտկողները
որոնք կոչվում են տորիկ, այսինքն աստիգմատիզմը շտկող առանձին փափուկ կոնտակտային ոսպնյակներ կան, որոնք կարող է հենց տեղում հենց այդ մի քիչ առանձնահատուկ, յուրահատուկ համարները, առանցքները հենց անմիջապես չհայթայթեն, բայց պատվերով անպայման հասանելի է լինում պացիենտներին եւ կոնտակտային ոսպնյակները սկսել են ավելի լայն կիրառում ունենալ տարբեր հիվանդությունների ժամանակ, օրինակ կոշտերից սկլերալներն են մի փոքր մեր երկրում ավելի մեր ամերիկյան մասնագետները այցելել էին իրենց բժշկական առաքելության ժամանակ, ենթադրում եմ, որ նման հարց բարձրացվեց։ Այո, եւ հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են արում, ինձ թվում է դա էլ կլինի մեր երկրում հասանելի, որովհետև երբեմն դեպքեր են լինում, որ փափուկ կոնտակտային ոսպնյակներով կորեկցիան չի լինում, անհարմար է լինում պացիենտին կամ աստիգմատիզմը շատ բարձր է լինում, եւ այդ դեպքում մենք ստիպված պետք է դիմենք այդպիսի ոսպնյակների, որոնք դեռ այդքան էլ հեշտ չեն լինում, հայթայթվում են, բայց այդքան մեծ տարածում դեռ չունենք մեր երկրում եւ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կա որևէ այլ բան, որ դուք կուզեիք խորհուրդ տալ կամ առաջարկել մեր երիտասարդներին եւ երիտասարդները կարծում եմ մի փոքր ավելի ընդլայնված դաշտ է։ Նրանց ովքեր որ այս ակտային խնդիրների վտանգ ունեն կամ չունեն, ուղղակի եւ կարող են միանգամից այնպես անել, որ դարձերը չլինեն։ Ես կարծում եմ կարևոր է ճիշտ ապրել, կենսակերպ վարելը, ճիշտ սնվելը, թեկուզ թույլ գանգատի դեպքում մի փոքր, եթե ոչ անպայման ցածր տեսողության, այլ լարվածության, հոգնածության, գլխացավերի ժամանակ անպայման ստուգել տեսողությունը եւ համոզված եմ, որ ակնաբուժի մոտ եթե հայտնաբերվի ինչ-որ խնդիր, ավելի վաղ հայտնաբերելը եւ կանխելը նրա հետագա զարգացումը բնականաբար ավելի հեշտ կլինի։ Այո։ Մենք մեկ այլ հարց ունենք։ Ի վերջո, ինչպես կողմնորոշվել, թե որն է տեսողության շտկման ամենահարմար ձևը յուրաքանչյուր երիտասարդի համար։ Հարցը կարծես փոքրինչ ընդհանրական է, բայց կխնդրեի ձեզ Պետք է նախ ակնաբուժի հետ զրուցել, այսինքն ամեն պացիենտի համար մի տարբերակն է ամենահարմարը, չկա մեկը, որ ասենք սա հարմար է բոլորի համար։ Ակնաբուժից գալիս է ներկայացնել բոլոր տեսակները, իրենց առավելություններով, թերություններով, ի վերջո միշտ վերջնական, միշտ չէ, մեծ մաս դեպքերում վերջնական խոսքը իհարկե այցելուին է, պացիենտինն է։ Պացիենտ ունենք, որ պատրաստ է միշտ ապրել ակնոցներով, սիրում է ակնոցները, իրեն լավ է զգում, չի ուզում մտածել ոչ մի, այո, չի մտածում անգամ վիրահատության մասին, քանի որ չի ուզում պարզապես։ Պացիենտ կա պատրաստ է ամեն ինչի, միայն թե չգիտի ակնոց կամ լինզա, մենք իրեն արդեն իր համար ամենալավը վիրահատությունն է։ Ես ենթադրում եմ, որ իհարկե օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բոլոր հնարավոր պատճառները հաշվի են առնում, ինչպես եւ դուք ներկայացրեցիք ձեր ներկայացման ժամանակ, որ կամ հիվանդություններ, որոնց ժամանակ ուղղակի չի կարելի դա։ Այո, այդ բժշկի հետ հիմնական պարտականությունը դա է, եւ դիմում է մեզ լազերային կորեկցիայի համար, մենք պարտավոր ենք բոլոր հնարավոր հակացությունները հայտնաբերել եւ ներկայացնել, թե ինչ է իրեն սպասվում։ Իսկ վերջնական խոսքը մեծ մաս դեպքերում այցելուինն է, ցանկանում է թե ոչ։ Որովհետև դեպքեր կան, որ ակնոցային ոսպնյակները եւ կոնտակտային ոսպնյակները ունենք հակացված են, միայն լազերը կօգնի եւ հակառակը, բայց երբեմն ակնոցային ոսպնյակներ չի հնարավոր չի լինում, տանելի չի, առաջարկվում է կոնտակտային ոսպնյակ եւ լազեր։ Լինում է, որ կոնտակտային ոսպնյակի հակացություն կա եւ այդ դեպքում արդեն բժիշկը ասում է ձեզ ակնոց կամ լազեր, այսինքն բժիշկը հետո նոր արդեն այցելում որոշի իր մեթոդներից, որը ընտրի իր առաջարկածներից, որը ընտրի։ Ի վերջո ես իրապես գտնում եմ, որ բուժարուն է, որ իր որոշումն է կայացնում, բայց որոշումը կայացնում է գիտակից, խորհրդի եւ իրավիճակի վրա։ Իսկ մեկ այլ հարց է, որ ապագայի ակնաբուժությունը ինչ նորություններ է խոստանում ռեֆրակցիայի ոլորտում։ Ինչ է խոստանում եւ ինչ կարող ենք ակնկալել։ Դե ես նշեցի նոր, որ փափուկները դե մեծ մոտ արդեն նորություն չենք սպասում ինչ որ նոր բաներ, որտեղ վերջին սերունդը դա սիլիկոն հիդրոգելային
կոնտակտային փափուկ ոսպնյակները, որոնք ապահովում են բարձր թթվածնային թափանցելիություն եւ կան տեսակներ, որոնք գիշերը նույնիսկ ցուցված են չհանել, բայց նաեւ կա նորություն, որը մենք այո, եւ կա նորություն կոնտակտային ոսպնյակներից եւ նաեւ ակնոցային ոսպնյակներից, որոնք կարող են զսպել կարճատեսության աճը երեխաների մոտ, այսինքն այն երեխաների, երիտասարդների մոտ, որոնց մոտ կարճատեսությունը միջին եւ բարձր է եւ տենդենս կա աճելու, իսկ դա համարվում է, որ տարին 1 դիոպտրիայից ավել արդեն համարվում է աճ կարճատեսության պրոգրեսիվում եւ այդ դեպքում առաջարկվում են հատուկ ակնոցային ոսպնյակներ կամ կոնտակտային ոսպնյակներ, որոնք հենց կարճատեսությունը զսպելու նպատակով են առաջարկվում։ Եվ նաև ակնոցային ոսպնյակների նորությունը դա է, միոպիա կոնտրոլ են կոչվում, այսինքն կարճատեսությունը զսպող ակնոցներ կան արդեն կիրառվում են, բայց դա համարվում է ակնոցային ոսպնյակների նորությունները, մեկ էլ պրեսբիոպիայի ժամանակ մուլտիֆոկալները, պրոգրեսիվները, որ շատ նորություն չեն համարվում, արդեն մեր երկրում ավելի լայն տարածում ունեն, որ բոլոր տարածությունների համար ապահովեն տեսողությունը եւ ակնոցային ոսպնյակի եւ մուլտիֆոկալ կոնտակտային ոսպնյակների միջոցով։ Դե ինչ շնորհակալություն, ես կարծում եմ, որ մեր երիտասարդների լսարանը շատ հետաքրքիր եւ տեղեկություններ եւ նորություններ ստացավ եւ այսուհետ երևի արդեն ավելի ուշադիր կլինի իր տեսողությանը, հիգիենային, այն կենսակերպին, որոնք կօգնեն իրենց ավելի պահպանել իրենց տեսողությունը, իսկ ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այսօր տեսողության համաշխարհային օրն է եւ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին իրենց ժամանակը, գիտելիքները տրամադրելու համար։ Շնորհակալություն։ Հույս ունենք հանդիպել ձեզ եւս այլ այլ հանդիպումների ժամանակ եւ քննարկել մի քան հետաքրքիր հարցեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։